Մենք դատական համակարգում այլ կարգավիճակով այսպես տեսնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ավելի քան վստահ են, որ հետևում եք վարչապետի դատական համակարգի մասով, ստացվում է, որ այս երկրում անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես պետք է աշխատեք, վերանայեք ձեր աշխատանքը։ Ավելի ճիշտ կլիներ, եթե իրավական ինչ-որ հարց տայիք, եթե այդպես հարցեր կան։ Կոռումպացված, պարոն Դավթյան։ Ասում եք երագլուխ մաֆիայի դեր են պայքարում։ Դիակը ասում է կողքները, դիակի կողքը բռնես, գնում են դատարան, արդարացում են։ Ճիշտ ասած չեմ լսել, չեմ տեսել նմանատիպ հայտարարություններ, բայց ամեն դեպքում չեմ կարող մեկնաբանեմ։ Ինձ թվում է ճիշտ կլինի, ով համապատասխան հայտարարությունը կատարում է, իրանից էլ մեկնաբանում։ Երկրի առաջի դեմքը, երբ դատական համակարգին ասում է կոռումպացված, կաշառք վերցնողներ, դուք ո՞նց եք ընկալում, Անկեղծ ասեմ, կրկնում եմ, չեմ տեսել, չեմ լսել նմանատիպ հայտարարություններ, որ առավել ևս էլ ես չեմ կարծում, որ ի պաշտոն է կամ որպես դատավոր կարամ մեկնաբանեմ մեկ այլ պաշտոնատար անձի դիրքորոշումը կամ հայտարարությունը։ Դուք հայտնի պաշտոնյաների գործող դատավոր եք, Խաչագան Ղազարյան, այդ թվում վերջին անգամ Աղվան Հովսեփյանի դատական նիստին եկած, պարոն Դավթյան, երբևիցե ճնշումներ եղել են ձեր վրա, SMS-ների միջոցով, զանգերի միջոցով։ Երբևէ որևէ ոչ զանգ, ոչ SMS, ոչ քողարկված, ոչ ուղիղ, որևէ տարբերակով չի եղել, ես չեմ կարծում, որ ես այն դատավորն եմ, ում նկատմամբ կարելի է նման նույնիսկ միտք ունենալ, որ հնարավոր է Տիգրան Դավթյանի նկատմամբ ճնշումներ կան եղել են կամ կանան լինեն, չի եղել ու վստահ եմ չի լինելու, եթե նմանատիպ փորձ լինի, համապատասխան իրավական գնահատականը կստանա։ Շնորհակալություն։